ուսումնարանում սովորելու նախավերջի տարիներին ընկեր Խաչիկյանը ինձ եւ մեր կուրսի երկու աղջկա տարավ Թաթուլ Ալթունյանի անվան երգի բարիպետական անսամբլ եւ այդտեղից էլ սկսվեց իմ քայլերը դեպի պարարվեստ։ Ընկեր Խաչիկյանը եղել է հոգատար, անհանգստացել է մեզնից յուրաքանչյուրի համար, եղել է որպես հայր, ծնող, եղել է շատ ընկերական, ինչպես նաև շատ խիստ աշխատանքի մեջ նա պահանջում էր մեզանից, որպեսզի մենք կազմ պատրաստ լինենք, թե փորձերին, թե համերգից առաջ։ Ընկեր Խաչիկյանի համար բացի այն, որ պարողը պետք է կազմ պատրաստ կանգնած լիներ, թե փորձին, թե համերգներին, նաև շատ նրա համար շատ առաջնային էր, որ պարող ունենար իդեալական կազմված, եւ ուզում եմ մի պատմություն պատմել։ Նոր տարի էր եւ նոր տարուց հետո մենք փորձի ենք գալիս, իսկ առաջի հերթին ընկեր Խաչիկյանը ուշադրություն էր դարձնում բոլորի կազմվածքներին եւ կլասիկայի ժամանակ ընկեր Խաչիկյանը չդիմացավ եւ զայրացավ եւ իր խոսքերով պետք է ասած բոլորը չաղացել են, նույնիսկ Հասոնը չաղացել, ճիշտ է, բոլորը սկսեցին ծիծաղալ եւ այդ ամեն ինչի մեջ մենք հասկացանք, որ նա ոչ միայն անհանգստանում է մեր մասին, այլ նաև նրա համար բարը եւ պրոֆեսիոնալ մոտեցումը առաջնայինն էր։ Ճանապարհորդություններից մեկի ժամանակ պետք է տեղափոխվենք մի քաղաքից մյուս քաղաքը, ավտոբուսը հյուրանոցի բակում սպասում էր եւ ամեն անգամ ինչ-որ մեկը ուշանում էր, բայց այդ անգամ ուշացողը ընկեր Խաչիկյանն էր։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ընկեր Խաչիկյանը ուշացել էր, քանի որ մնացել էր վերելակում։ Մի բան եմ ուզում պատմել, էլի իր ծննդյան տարեդարձին էինք պատրաստվում, աղջիկներով մի շաբաթ պատրաստվել էինք, տպել էինք նկարներ իր հետ միասին, պաստառ էինք կազմել, կպցրել էինք փորձասենյակի պատին, սեղան էինք գցել, տորտ, մոմեր եւ այլն։ Ընկեր Խաչիկյանը մտավ դահլիճ, այդ օրը մենք համերգ ունեինք եւ դրանից հետո պետք է կլասիկա անենք։ Նշեցինք, շնորհավորեցինք ընկեր Խաչիկյանին, բայց 5 րոպե հետո իր համար առաջնայինը կլասիկան էր, ասեց արագ-արագ հավաքեք, մենք պետք է կլասիկա անենք։ Իր համար կլասիկան առաջի տեղում էր։ Փորձից համերգից առաջ մենք պարտադիր պետք է թեկուզ կես ժամ որտեղ որ լիներ, չգիտեմ, դահլիճում, ամենաանհավանական տեղերում մենք պարապում ենք կլասիկա։ Իր թևավոր խոսքերից մինչև հիմա մենք էլ ենք այդպես դիմում, ասում էր, ինչ? Ձվածեղ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննես Խաչիկյանին, ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ, որ այսօր ես կամ գտնվում եմ, մինչև այսօր գտնվում եմ բեմում եւ նրա շնորհիվ ես պարում եմ